Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանն, ով հաճախ է աչքի ընկնում իր սուր ու էմոցիոնալ գրառումներով, հերթական հրապարակումն է արել։ Մարդ արարածը նույնիսկ նոր ծնված երեխու հետ չի համակերպվում, էդ չարությունից կպայթեն մի օր, դրա համար էլ դուրս են հանում։ Էլ ինչ ենք ուզում։ Անդադար մենակ իրար հոշոտեն ու թաղեն, իրար դեմքի չժպտան, իրար հետևից աշխարհի բամբասանքն ասեն։ Էլ չեմ խոսում իրար բարին ցանկանալու եւ իրար համար ուրախանալու մասին, չէ, ոչ տեսել ենք, ոչ էլ լսել։ Մարդիկ դիմացինի հաջողություններից հիստերիայի մեջ են հայտնվում, կեղծ բարեպաշտների աշխարհ։ Գոնե նորածին երեխեքից իրանց կեղտոտ լեզուն ու ներսի թարախը հեռու պահեն, գրել էր Էվելինան ու տարածել մի ռուս բլոգերի հոլովակ, որտեղ բլոգերը խոսում էր այն մասին, որ հանրությանը ցույց է տվել իր նորածին դստերը, իսկ ահա հանրության որոշ մարդիկ նշել են այն մասին, որ երեխան տգեղ է եւ ունի վատ ձայն։ Այս ամենին անդրադառնալով Էվելինան իր զայրույթն էր արտահայտել։ Մեզ մնում է հավելել, որ երբ Լևոն Մկրտչյանը հայտարարեց իր եւ Էվելինա Ստեփանյանի ամուսնության մասին, հանրությունը նույն կերպ արձագանքեց նաեւ Էվելինայի արտաքին տեսքին։ Բազմաթիվ քննարկումներ ու քննադատություններ, դերասանուհին մինչև օրս պայքարում է չարդարացված ատելության դեմ, շատերն են քննարկում ու երբեմն կոշտ ձևով քննադատում նրա արտաքին տեսքը։ Խոսելով աստղային մի քանի այլ նորությունների մասին, նշենք, որ դերասանուհի բլոգեր Մագա Հարությունյանը մի քանի օր անց կնշի ծննդյան տարեդարձը։ Իր համար կարևոր օրվան ընթառաջ Մագան խոսել է իր մեծ երազանքներից մեկի՝ ավելի մեծ տուն ունենալու մասին եւ նշել հետեւյալը. «Մի քանի օրից դառնում եմ 29 տարեկան։ Հույս ունեմ, որ գոնե իմ 30-ամյակը կնշեմ իմ երազանքի տանը։ Միայն Աստված գիտի, թե որքան եմ աշխատում այդ երազանքի համար, քանի զոհողություններ ու ջանքեր եմ դրան հետևում։ Ուզում եմ մի բան ասել բոլոր նրանց, ովքեր այսօր ունեն իրենց սրտում մի մեծ երազանք. երբեք մի դադարեք երազել, անկախ նրանից, թե որքան հեռու է թվում նպատակը։ Եթե հավատաք, աշխատեք ու չհանձնվեք, մի օր այդ երազանքներն իսկապես իրականություն են դառնալու»։ Դերասանուհին նաև տեսանյութ էր հրապարակել, խոսելով այս ամենի մասին անկեղծորեն ու բաց։ Star News-ն առանձնացրել է տեսանյութը եւ ձեզ առաջարկում է լսել դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Ելեմ ձեր հետ կիսվեմ իմ խնդիրներով եւ երազանքներով։ Խնդիրս էլ մեկը երազանքն էլ իրականում, ուրեմն ես մարդ եմ, ով ունի ավոր շատ հագուստ, թե առօրյա, թե բեմական, եւ չունի դրանք դնելու տեղ։ Հիմա ցույց եմ տալիս։ Այսօր իմ մոտ ուբորկայի օրը, դրա համար sense հանգիստ թափրտած տուն եմ ցույց տալիս։ Սա իմ հագուստների, իմ ունեցած հագուստների երևի 0.01%-ն է, այս պահին ստեղ։ Այս իմ ննջասենյակն է, որտեղ ինչպես տեսնում եք, այնքան փոքր է, որ միայն անկողին է տեղավորվում ու չունեմ ստեղ պահարան ու իմ հագուստները այսպես տոպրակ, ճամպրուկ, sense ինչ որ արգղերի մեջ պահում եմ ու իմ մեծ խնդրեմը էտենա, որ ես չգիտեմ այդ շորերը ամեն օր ոնց է տեղից հանեմ։ Հիմա օրինակ ուբորկա եմ անում, դե ինչ անեմ այս շորերը, պետք է ինչ-որ միտեղ ցալեմ։ Դրանք ցալում եմ ճամպրուկների կամ արգղերի մեջ ու հետո որ ինձ պետք է լինում, ալարում եմ, հանեմ, դե պարզ է այդ հանելու process-ը մի խոսքով։ Դրա համար հիմա համառը քանի չի վերջացել, որ ցույց մի հատ ինչ-որ sense restart անեմ այս ամեն ինչը, գոնե մի քանի ամառային իմ ունեցած իմ սիրած հագուստները գտնեմ, հանեմ, որ կարողանամ ամառը անցկացնեմ ու սրա հետ մեկտեղ ես ամեն օր, գրեթե ամեն օր նոր շոր եմ գնում ու լավ անցնենք իմ երազանքին։ Իմ երազանքն է ունենալ 100 քառակուսի մետր պլյուս տուն, որտեղ կունենամ գոնե 40 քառակուսի closet ու կկարողանամ գոնե շորերիս այն որ sense ամառ ձմեռ անելուց գոնե ամառայինները կախած ունենամ, ամռանը ձմռանը, որ ես ուբորկա ասվածը ես ոչ թե անեմ ամեն օր կամ ամեն շաբաթ, այլ գոնե տարին մեկ կամ սեզոնը մեկ, տենց ավելի կհեշտանա իմ գործը, բայց ես չունեմ մեծ բնակարան, իմը շատ փոքր է, որտեղ որ ես ապրում եմ շատ փոքր է ու այդ ամեն ինչի հնարավորությունը չկա։ Այն որ sense օրերին ես չգիտեմ մարդիկ եթե կան ովքեր այս սիտուացիայում ապրում են ոնց են կարողանում, իմ համար սա շատ մեծ խնդիր է ու այս sense ուբորոչնի օրերին, որ ես սկսում եմ ուբորկա այն կեսից են որ sense արդեն գալիս է շորերը դասավորելու պահով եմ որ չգիտեմ ուր պիտի դնեմ sense ուբորոչնի օրերին, որ ես սկսում եմ ուբորկա այն կեսից են որ sense արդեն գալիս է շորերը դասավորելու պահով եմ որ չգիտեմ ուր պիտի դնեմ ահավոր ներվա մտնում իմ մեջ, դեպրեսիայի մեջ եմ գնում ու ասում եմ ես գնում եմ ուր, օրինակ այնտեղ ձորում միտեղ ապրելու ցանկացած բաց տարածություն, որտեղ իմ ապրանքները այսպես կլցնեմ, պրոստը մեծ տարածք կլինի։ Ինչ է ուզում ասեի։ Այսքանն է երևի։ Իմ խնդիրը դա փոքր
տան ապրելն է, իսկ երազանքը մեծ տուն ունենալը։ Դե լավ, ինձ ուժ ու համբերություն տվեք, որպեսզի կարողանամ հաղթահարեմ իմ այսօրվա փորձությունը։ Ուժ եմ գտել մեջս ինչ որ բան անել, որտեղ արդեն չէի կարողանում այդ շուրերը, ասեն շատ էին sense իրար գախի։ Գոնե մի քիչ կոկիկացնեմ, մնում է այդ ուժս ու համբերությունս հերիքի։ Դե լավ։ Դե իսկ դերասանուհի Մարիամ Ադամյանն էլ կրկին անգամ հեգնանքով անդրադարձել է խցանումների թեմային։ Մարիամը նշել է, որ առավել հաճախ լինում է մեքենայի մեջ խցանումներում, քան այլ գործերի մեջ։ Star News-ը ձեզ ներկայացնում է դերասանուհու խոսքն առանց մեկնաբանության։ Քանի որ խցանումները անասելի շատ են ու իմ կյանքը հիմնականում անցնում է մեքենաների մեջ, պատրաստ եմ համագործակցել մեքենայի հոտ արտադրող ընկերությունների հետ։ Առաջիկա 1 ժամվա ընթացքում կարող եք գրել այստեղ խցանման մեջ։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը շատ հաճախ Instagram-յան հարթակում հրապարակում է նոր տեսանյութեր, պատմելով նաև նոր աշխատանքների մասին։ Սակայն այս անգամ եւս Սիլվան հրապարակել է իր դստեր Սառայի մասնակցությամբ նոր տեսանյութ։ Առաջարկում ենք դիտել դա։ Մամ, նայ միլան էդինչ սիրում վզնոց ասարք է խլունքներից։ Շատ սիրուն է, շատ։ Ձեզ եթերում երաստական ոստակն է, և ձեր հետ ինքնես միշտ Սուսյանը Սահյան, մամուգուշկներս նկարել ես։ Վայ մի րոպե զանգը գալիս։ Ալո։ Ես եթերում եմ, հետո կզանգեմ, հա։ Կներեք, մենք ունենք սարք նամակներ։ Եկեք տեսնենք և ով է մեզ գրել։ Մեզ գրել են հրավոր Կատասեն Ջուբույչ։ Ուզում են թաշտ անել մեր կատվին։ Ու այդ այթով ուզում են, որ մեր եթերում տնչի։ Դա մնգր եկը։ Սիրով կկատարենք ձեր խնդրակը, բայց իմացեք, որ տենց էստ մենք մեր կատին տոր չենք։ Իսկ մենք կհապիտ ենք սուտով, էլի ստիքի ստորերով, մամայց կոշկներով։ Եթե ձեզ դուր եկավ իմ ավտոը, ապա կոմենտներում գրեք ձեր նամակները, իսկ ես կկարդամ եթերում։